Ժողովրդական նշաններ Զատկի օրվա եղանակի հետ կապված։ Հիսուս Քրիստոսի հրաշափառահայության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ, նշանակում է զատում, բաժանում, մեղքերից հեռացում եւ վերադարձ առ Աստված։ Այն հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։ Զատիկը շարժական տոն է եւ այն նշվում է գարնան գիշերահավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 21-ից հետո մինչև ապրիլի 25-ը։ Այս տարի Զատիկը նշվում է ապրիլի 20-ին։ Դարեր շարունակ այս տոնի հետ կապված եղել են հույսեր, ակնկալիքներ, բնության հանդեպ ուշադիր դիտարկումներ։ Մեր նախնիներն ուշադրությամբ հետևել են Զատկի օրվա եղանակին, դրանից կախված կանխատեսելով տարվա ընթացքը։ Եղանակային նշաններ Զատկի օրը ըստ ժողովրդական հավատալիքների։ Եղանակային նշաններ Զատկի օրը ըստ ժողովրդական հավատալիքների։ Եթե ավագ կիրակին նախորդող գիշերը պարզ է ու աստղերն աչքի են ընկնում, սպասվում է սառնամանիք։ Եթե եղանակը մնում է պարզ մինչև Զատկից հետո երեքշաբթի օրը, ամառը անձրևոտ կլինի, բերքը առատ։ Եթե Զատկի օրը երկինքը ծածկված է ամպերով, սպասվում է զով ամառ։ Եթե Զատիկն արևոտ է, ամառը կլինի տաք, բերքը բարի։ Եթե Զատկին անձրև է գալիս, սպասվում է անձրևոտ գարուն։ Եթե եղանակը մռայլ է, ապա առանց տեղումների ամառ կլինի։ Եթե հորդառատ անձրև է գալիս, խոտը լավ կաճի եւ մոլախոտերի դեմ պայքարը դառնում է հրատապ։ Եթե Զատկի օրը կամ նախօրեին լինում է ամպրոպ, սպասվում է ուշ եւ տաք աշուն։ Եթե Զատկից առաջ ամբողջ շաբաթ ամպրոպ չի եղել, աշունը կլինի զով ու անձրևոտ։ Եթե Զատկի ձյուն է գալիս, եթե ձյունը հարճում հենց Զատկի օրը, տարին բերքառատ կլինի։ Եթե ավագ կիրակին ձյուն է գալիս, տարին հաջողակ կլինի տարբեր գործերում։ Զատկի սառնամանիքը խոստանում է տաք ու երկարատև ամառ։ Եթե Զատկից հետո հաջորդ օրն էլ ցրտաշունչ է, սպասվում է չոր եւ արևոտ ամառ։